Պարտիրոջը սիրելներ եղբայրը որ խոսում էր այդ բանի մասին, այդ հեռախոսով գնումների մասին, իրոք դա հետաքրքիր բան է, գյուղերում ավելի ահավոր է տարածված, հələ քաղաքում այդքան բանի տեղ չեն դնում, դե քաղաքի մեջ են ինչ-որ բան տեսնում են, առնում են, ես հիշեցի անցած տարի, որ մեծ այդպես բանով մեծ տարածություն էր, մեծ պլանտացիա էր ձմերուկի, որ դրել էինք, դե բնական է, աշխատողներ էի բերում եւ առավոտը այնտեղ կարգը դե առավոտը շուտ են աշխատում, հենց արևը դուսագալի շատ բանալում, արդեն էլ չի կարելի, շատ շոգ է հոկտեմբերանում։ Ես առավոտը 4-ին վեր էի գնում եւ բրիգադ էր, կանանց բրիգադ, որը տանում էի գյուղ։ Եվ 5:30-ից 6-ը արդեն պետք է գործի մեջ մտնեին եւ 12-ին ավարտում էին գործը։ Եվ դրանց դե բավականին ճանապարհ էր, այդ ամբողջ ճանապարհը այդ թեմաներով էին խոսում։ Պատկերացնում եք, այդքան տանջվում էին, այդ կանայք աշխատում էին, բայց ամբողջ ճանապարհը խոսում էին, այսինչ, անենց անուններ էին տալի, ես բան չէի հասկանում, մեկ ծիծաղում էի, ասում եմ, այդ ինչ է այդ որ առել եք։ Իբրև դու չես հասկանում։ Ծիծաղում էինք բան էինք անում, անենց բաներ, որ ընդհանրապես թե ինչ էր դա առնում են, բերում են, արդեն իրանք գիտեին եւ այդ աշխատանքը ամբողջովին կարծես տալիս էին այդ բաներին, այնպես էին բռնված այդ դրսից եկած այդ եսի ինչեր էին, ճիշտ էր ասել, եղբայրը պատահում էր պետք էլ չի, չգիտեին ինչա, մենակ թե ինչ որ այն կողքինից հետ չընկնին, գյուղերում ավելի ահավոր է այդ վիճակը, այդպես ահավոր է։ Եղբայրներ եւ քույրեր, լավ բան է իմանանք, եթե որևէ մեկին պետք չի, թող, բայց իմանանք, չէ որ մենք 2 ժամ ենք այստեղ, լավ բան է իմանալը, լավ բան է երեխան իմանալ եւ հնարավորին չափ չեն կարա 100% օգտագործի եղբայրների խորհուրդները, բայց գոնե իմանանք հնարավորին չափ, լավ բան է, թե չէ կարող եք հարոզներ լսեք, սիրենք իրար, դա սուրբ գիրքն էլ է ասում, դա, բայց նոր բան լսելը, սիրելիներ, խնդրում եմ, ճիշտ հասկանանք, երբ որ մասնագետն է խոսում, ունեք շատ կուզենեի մանկավարժ բժիշկները, մանկավարժները խոսեին, մանկավարժ եղբայրներ խոսան, ունեք մեկ գրիշ եղբայրը, որ ուշադրություն դարձնենք, այնց կարևոր զգացումը, որ մանկավարժի խոսք է, բժիշկը թող բժշկական, դա բոլորը մեզ համար օգուտ է, սիրելիներ, օգուտ է, մենք օգտակար բաները պետք է կարողանանք կիրառել, երեխաներ ենք մեծացնում, թոռներ ենք մեծացնում, վերջը այդ խորհուրդները չէ որ սուրբ գրքից է վերցվում, ես ուղղակի ժամանակի նորմալ է, իհարկե աշխատեմ միտքս արտահայտել, ուղղակի այս մարմնի մեջ ապրում ես, բայց գործով եւ կյանքով ապրում ես երկնքի համար։ Գործով, առանց գործի քո հավատալը, պես բարձրացան տարածելը, որ ես հավատում եմ, դրանք դատարկ բան է, գործը պետք է ցույց տա, կյանքը պետք է ցույց տա, դու ապրում ես երկնքի համար, քո մասնագիտությունը, քո կյանքը, քո աշխատանքը, քո ամեն ինչ որ անում ես երկնքի համար է, թե ժամանակավորի համար պետք է, բայց դա երկրորդը պետք է լինի, առաջինը երկնայինը, նոր մնացածը, ես ուզում եմ ընդամենը մեզ շատ ծանոթ մի համար կարդալ, որը շատ անգամ կարդվում, առաջի Սաղմոսը կարդալ, սկիզբը, գիտեք սիրելիներ, մենք շատ անգամ կարդում ու անցնում ենք, դա լավ է որ կարդում ենք, բայց որ անցնում ենք, դա լավ չի, որովհետև առաջի Սաղմոսը մեզ կանգ առնել է տալիս, որպեսզի մտածենք։ Ուրեմն երանելի է այն մարդը, որ ամբարիշներու խորհրդին մեջ չի գալեր ու մեղավորներու ճամփուն մեջ չի կենար եւ ծաղրենորը նստած տեղը չի նստիր, հապա անոր հաճությունը Աստծո օրենքին մեջ է։ Նա հաճույք ազգում Աստծո օրենքի մեջ։ Ոչ թե Աստծո օրենքի իր վրա բեռը ասում, դե ես աշխարհի կլինեի, sense բաներ կանեի, այլ հաճույք ազգում։ Եվ այդ հաճույքը
Մարդիկ տեսնում են, ասում են խես կան ուրախ երջանիկ։ Այդ հաճույքը փոխանցվում է իր սերունդին, փոխանցվում է բոլորին իր աշխատանքի վայրում, ամենտեղ այդ հաճույքը Քրիստոսի ճանապարհի հաճույքը փոխանցվում է։ Հապա անոր հաճությունը Աստծո օրենքին մեջ է եւ ցերեկ ու գիշեր։ Ոչ թե միայն հավաքուտի ժամանակ, ոչ թե միայն աղոթքի ժամանակ, ցերեկ ու գիշեր։ Ցերեկ աշխատում է, չէ՞, աշխատանքի ժամանակ էլ այդ որ աշխատում է ինքը իր ամբողջ գործնեությունը ուրա գնում, տեղա գնում, ճանապարհ, տրանսպորտ, ամենտեղ, հապա անոր հաճությունը Աստծո օրենքին մեջ է եւ ցերեկ ու գիշեր անոր օրենքին վրա կմտածե։ Շատ կարևոր է։ Գիշեր ցերեկ Աստծո օրենքի վրա է մտածում։ Անիկա ջուրի ճամփաները տնկված ծառի պես պիտի լա, որի ժամանակին իր պտուղը պիտի տա, ու անոր տերևը պիտի չթափվի, եւ ինչ բան որ անե պիտի հաջողվի։ Պարզա ինքը հոգևոր մարդ է, ինքը չար բան չի անի։ Ինչ բան որ անում է հաջողվում է։ Եվ մի համարել նորից ուզում շարունակել, ուրեմն Սաղմոս շարունակությունը մի 2-3 համար ուզում կարդալ ես վերաբերալ։ Ուրեմն Սաղմոս 42-ը ուզում եմ կարդալ, նույն բանն ասում Սաղմոս 40 ուրեմն այստեղ էլ նույն բանն ասում, ուղղակի կարդամ։ Ինչպես եղջերուն ջուրի վտակներուն կփապակի, այնպես էլ իմ անձս քեզի կփապակի, ով Աստված։ Հոգիս ծարավ է Աստծո, կենթանի Աստծո, երբ պիտի գամ ու երևնամ Աստծոյի առջև։ Հոգիս փապակում է, կյանքը լրիվ Տիրոջն է։ Եվ հետո ուրեմն 26-ն էլ նույնը ասում, էլի միտքը կարծես նույնն է, որ մեկուսանամ մարդը, Սաղմոս 26-ը, դա էլ եմ ուզում կարդալ։ Ով Տեր, զիս դատե, բասնզի, անարատությունովս քայլեցի, Տիրոջը հուսացի, պիտի չսասանիմ, ով Տեր, զիս փորձե ու քննե, փորձե իմ երիկամուկներս ու սիրտս, բազի քո ողորմությունդ իմ աչքերուս առջև է, ու քո ճշմարտությանդ մեջ քալեցի, խարդախ մարդոց հետ չնստեցա, ու կեղծավորներուն պիտի չընկերանամ, չարերուն ժողովքը ատեցի, ու ամբարիշներուն հետ պիտի չնստիմ, անմեղությունով ձեռքերս պիտի լվամ, եւ քու սեղանիդ 4 կողմը պիտի պատտիմ, ով Տեր։ Այդ մեկուսացումը շատ կարևոր է սիրներ, մեկուսացում ոչ թե առամարել, ոչ թե այդպես։ Ես շատ անգամ եմ ասել այդ օրինակը։ Եթե քո ընկերը, քո ընկերուհին, վերաբերում է քույրերին, եթե քո ընկերը, քո ընկերուհին, քո Աստծունը սիրում, Աստծուն սիրելով է քեզ սիրում։ Եթե վատ բան է անում, ներողություն է խնդրում, կապ չունի ով է։ Եղել են շատ բարձր պաշտոնյաներ, որ ես զարմացել եմ, երբ որ հայոյել են ասել են կներես։ Ես ով եմ։ Բարձր ակադեմիկոս մարդ, չգիտես ինչպեսի պաշտոնյա, կարևոր չի ով է։ Կներես ինձ աս։ Դա ինձ չի ներողություն խնդրում, իմ պաշտած Աստծուն է ներողություն խնդրում։ Եթե այդպես անգերություն արա, իսկ եթե քո վրա ազդեցություն է գործում, մի արա հեռու մնա իրանից։ Հեռու մնա իրանից։ Եթե քեզ ծաղրում է, քո Աստծուն ծաղրում է, ես շատ անգամ եմ ասել, մի հատ խմբի պատասխանատու էր, գնացել ենք իրանց խումբ, հայոյում է, ծաղրում է, ձեռը առնում է, ծիծաղում է։ Հետո որ արդեն ինչ ես ծիծաղում։ Տեսնում ես ինչ անում, քեզ ինչ ձև է վարվում։ Ինչպես է քո ընկերը, ինչ ընկերոջ մասին է խոսքը։ Ծաղրում է քեզ քո Աստծուն ծաղրում է դու։ Ասում ես իմ ընկերս է, ինչ ընկեր։ Ինչ ընկեր։ Երբ որ ինքը քեզ տենալով եղել են դեպքեր,
եղբոր հետ մտել ենք միտեղ, գյուղապետը ասել է, արի տեղս նստի, իրան ասել է, ոնց թե, այսպես պետք է լինի, հավատքը պետք է բարձրանա, հիշում եք, դուք տեսել եք, թաղումների արագություն ալինում, երբ որ հոգևորը բարձրանում խոսելի քար լռություն ալտիրում, հարսանիքներ աշխարհիկ, եւ հոգևորը բարձրանում խոսելու երկու բառ ասելու քար լռություն, այսպես պետք է լինի։ Ոչ թե բաժակաճառ ասողներին բաժակով խոսում, նորից երկու բառ ասի նստի։ Չի մասնա խոսքը։ Ինչ է պետք խոսել։ Ոչ մի բան պետք չի խոսել։ Եթե չի գնահատվում, պետք չի խոսել։ Աստծո անունը մեր կյանքում պետք է բարձր մնա։ Հիմա անդրադառնանք Եսայի մարգարեն, այսպես է խոսքը ասում, սիրելիներ, ես ուզում եմ ուշադրություն դարձնենք մեզ շատ ծանոթ այս խոսքերի վրա, Եսայի մարգարեն ասում է։ Այստեղ բացանում գաղտնիքը, մի գաղտնիք, որը մենք առանց դրա չենք կարող, երկրորդ խոսքը, Եսայա 11:2, ու անոր վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության ու հանճարի հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության եւ Աստծո վախի հոգին։ Երեք եղբայրները խոսում էին Աստծո վախի մասին, թե ինչ բարձր բան է Աստծո վախը։ Անիկա Տիրոջ վախով պիտի լեցվի եւ իր աչքերուն տեսածին համեմատ պիտի չդատի ու իր ականջներուն լսածին համեմատ պիտի չհանդիմանե։ Իր ականջը լսեց, աչքերը տեսավ, դրանով չի ինքը ապրում։ Եվ ուզում եմ 119 Սաղմոսի մեջ էլ կարդալ, այստեղ էլ կարծես մի կարևոր բան է ասում, այստեղ էլ շատ կարևոր բան է ասում, մեզ շատ ծանոթ 119, 11, 12 խոսքերը ուզում եմ կարդալ։ Ինչ է ասում ասո խոսքը 11, 12 խոսքերը։ Իմ սրտիս մեջ պահեցի խոսքերդ, որպեսզի չմեղանչեմ քեզի դեմ։ Օրհնյալ ես դու, ով Տեր, սովորեցուն ինձ քո կանոններդ, իմ շրթունքներովս պահեցի քո բերանի բոլոր պատվիրանքները, քո վկայություններուդ ճամփով ուրախացա, որպես թե ամեն կերպ հարստությունով, քո հրամաններուդ վրայովը պիտի մտածեմ եւ քո ճամփաներդ պիտի գիտենամ, քո կանոններովդ պիտի ուրախանամ եւ քո խոսքդ պիտի չամչնամ։ Կարևոր է սիրելիներ, այսինքն երկնայինը պետք է գործի քո մեջ, որտեղ Աստծո խոսքը ապրում է, այնտեղ մեղքը փախչում է, որտեղ օրինակ ովքեր որ գյուղի հետ կապ ունեն, տեսեք սիրելիներ, եթե հիմա մեր հոկտեմբերանում վերջ Հարեցան դաշտավայրում ցորենը ցանվում է, օգուտ չի ցորենը, որտեղ շատ կոպեկները 100-110 ամբողջ այդ գործը նարվում է, մի հեկտարից ես իմ կամ կմնա մի 100,000 դրամ կամ չի մնա, ամբողջ հեկտարը լրիվ ծախսերը հանած կարող է չմնա, այդքան, բայց ցորենը ցանվում Հարեցան դաշտավայրում, ինչի համար, որպեսզի հողը մաքրվի մոլախոտից, 2-3 տարի իրար վրա ցորենը ցանվում, հողը իդեալական մաքուր ալնում, որտեղ որ սրբությունն է, այնտեղ մեղքը չի բնակվում, վայեղբայրը ասեց, որ ապրում ենք այս ժամանակներում, դա ընդհանրապես մտածելու բան չունես դու, ես, մենք մտածելու բան չունենք, դու սրբության մեջ ապրի, դու գործ չունես, դու Աստծո ներկայության մեջ ապրի, դու գործ չունես, քեզ պետք չի ընդհանրապես մտածել, քեզ պետք չի հաշվարկներ անել, քեզ պետք չի, որ դու մտածես, մտատանջվես, վայ երեք լավ էր, այն տարի լավ էր, սենց էր, ես ինչ անելու մեր երեխեքի, դու սրբության մեջ ապրի, քո երեխաներին ձգտի սրբության, թորների տար սրբության, ազգին տար սրբության, դու գործ չունես ընդհանրապես ինչեր կատարվի, Աստծո խոսքը խոստացել է, որտեղ սրբություն, այնտեղ չի կարա սատանան մոտենա,
տեսել եք երազներով, տեսիլքներով, հայտնություններով, շատ ենք տեսել, խաչից վախենում է սատանան, բա խաչյալից ինչպես է վախենում, վախենում է սատանան, սուրբ մարդուց հեռու է մնում, դու երբեք այդ մասին մի մտածի, երբեք մի մտածի, մոլորակը ինչպիսին է, երբեք, իհարկե սրբության մեջ լինելով մի մտածի, ոչ թե սրբության մեջ չլինելով, իհարկե պետք է մտածես, դու ապրի Աստծո խոսքի մեջ, երկինքը թող քեզ կառավարի, այսօր այս մարմնի մեջ ապրած ժամանակ, ինչ է պահանջում Աստված քեզանից դու կատարի երեխայի պես, կատարի ազնվորեն, կատարի իդեալական, եւ դու անպայման երբեք ես Տերը չի թողի, ուրեմն որտեղ Աստծո խոսքը ապրում է, այնտեղ մեղքը փախչում է, թույլ տար, որ Հիսուսի կյանքը փայլի քո միջոցով, դու միայն գործով է, դա միայն գործով է կատարվում, թույլ տուր Հիսուսի կյանքը փայլի քո միջոցով, Ռոմայացիս 8-րդ գլուխն եմ ուզում կարդալ, Ռոմայացիս 8-րդ գլուխը, փայլը դա մի օրվա չի, դա շարժանկություն է, փայլը դա մի օրվա չի, 12, Ռոմայացիս 8-րդ գլուխ, 12 խոսք եմ ուզում կարդալ, ապա ուրեմն եղբայրներ, պարտական ենք ոչ թե մարմնին մարմնավորապես ապրելու համար, բացի եթե մարմնավորապես ապրելու ըլլանք պիտի մեռնենք, բայց եթե հոգիով մարմնի գործերը սպանենք, պիտի ապրենք, բացի անոնք, որ Աստծո հոգիով կառաջնորդվին, անոնք Աստծո որդիներ են, անցած տարիների համար, ներկան եթե խառնաշփոթություն ամոլորակի վրա, հիմա չի վերաբերում, ոչ, միշտ այս խոսքը երկիրն ու երկինքը կանցնի, բայց այս խոսքը պետք է կատարվի մեր բոլորի կյանքում, բազի անոնք, որ Աստծո հոգիով կառաջնորդվին, անոնք Աստծո որդիներ են, քանզի դուք ծառայության հոգին չարիք, ինչ որ բանի ծառա լինելու, եղբոր ասած ծառա գերի լինելու, մենք ծառայության հոգին չենք առել, որևէ բանի ծառա լինելու, քանզի դուք ծառայության հոգին չարիք, կրկին վախենալու, ապա որդեգրության հոգին առիք, որանով կկանչեք Աբբա հայր, նույնին հոգին վկայություն կտա մեր հոգին հետ, թե մենք Աստծո որդիներ ենք, եւ եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ, մի օրվա չի, որ զորանաս օրհնվես ու գնաս մի եղբայր կարոզեց, օրհնվար, այտենց չի, ժառանգորդ, քո այրունը արդեն կապ ունի երկնքի հետ, դու երկնային ես, երկնային արարած ես, եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդներ ու Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե իր չարչարանքներում կծոր տլանք, իր փառքինալ հաղորդ պիտի լանք, ոչինչ չարչարանքները, ոչինչ նեղությունները, ոչինչ, իմացեք, որ սպասվում է, մենք բոլորս գիտենք, երբ որ լուսաբաց է լինում, ես շատ եմ տեսել, ես շատ սիրում եմ լուսաբացը, 4-ից հետո շատ եմ սիրում լուսաբացը, բայց սիրելիներ, լուսաբաց, երբ որ լուսաբացը սպասվում է, մի հատ արագ մտնում է, մի կետեր մեզ բացվեց գեղեցկությունը, եւ նայում ես, թե ոնց է բացվում, ինչքան է, ոչինչ նեղություն է, ոչինչ դժվարություն է, ոչինչ, ինչ ուզում ալնի դու ասա, ոչինչ, հեսա սպասվում է լավը, որտեղ Աստծո խոսքը, ուրեմն տեսեք սիրելիներ, ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, այս բոլոր օրհնությունները մենք ստանալու ենք այս մարմնի մեջ, հայտնություն գրքում գրված է, հայտնություն գրքում վերջի խոսքերում այս մասին ասում է, տեսեք, հայտնության 22-րդ գլուխ,
13-ից 15 խոսքերը կարդում եմ։ Ես եմ ալֆան ու օմեգան, առաջին ու վերջին, սկիզբը եւ վախճանը, երանելի են անոնք, որ անոր պատվիրանքները կկատարեն։ Որտեղ երկնքում պետք է կատարեն, մինչև ծնվելը պետք է կատարեն։ Որտեղ այս մարմնի մեջ երանելի են անոնք, որ անոր պատվիրանքները կկատարեն, որպեսզի իշխանություն ունենան կենաց ծառին վրա եւ դռնեն ներս քաղաքը մտնեն։ Բայց դուրսը արդեն կտրվավ, բաժանվեց մյուս մասը։ Բայց դուրսը պիտի մնան շուներն ու կախարդները, կներեք բառի կարդում եմ ուղղակի, պորնիկներն ու սպանություն ընողները եւ կրապաշտներն ու այն ամենքը, որ սրբությունը ուրեմն ընողները կրապաշտներն ու ամենքը, որ սրբությունը կսիրեն եւ կնեն։ Այո, կսիրեն ու կնեն։ Երկու մասի ապաժանվում։ Եվ այս երկու մասի այս մարմնի մեջ տեսեք ովքեր են ինչ է դարել Նոյը Աստծո առաջ շնորհ գտավ որտեղ մարմնի մեջ Դավիթը իմ սրտին համեմատ մարդ Աստված ասեց որտեղ է դիք վաստակեց մարմնի մեջ Մովսեսը աշխարհի ամենահեզ մարդը որտեղ վաստակեց մարմնի մեջ այս մարմնի մեջ որ մենք ապրում ենք Դանիելը ինչ արեց Դանիելը պատանի հասակից չընդունեց թագավորի այդ շատ համեղ կերակուրները չընդունեց որտեղ Տերը դեմ էր չընդունեց պատանի հասակից չընդունեց մենք կարդում ենք ով Դանիել որ դու պատանի հասակից իր տվել էի Եվ 12 աշակերտներից 11-ը մարտիրոսվեցին։ Գիտեք սիրելի, բոլոր երկինք մտնողները այս մարմնի մեջ են վաստակել։ Այսօր մեր հերթն է, բոլոր մենք ուրախանում ենք այս եղբայրներով։ Բայց այս եղբայրները այս մարմնի մեջ վաստակել են։ Այս մարմնի մեջ են վաստակել եղբայրները։ Եվ դրա համար ուշադրություն դարձնենք Զաքարիա 4:6, այստեղ Զաքարիա 4:6-ում Կարդում ենք այստեղ Եվան ինձի խոսեցավ ասելով այս է Տիրոջ խոսքը որ Զորաբելեն կսվի զորությամբ չէ եւ ոչ ուժով չէ Զորությամբ չէ եւ ուժով չէ, հապա իմ հոգիովս կսե զորքերու Տերը։ Ուժով չի, գորգորալով չի, ձևերով չի, Աստծո հոգով է։ Աստված պետք է անի, սիրելիներ, առանց Աստծո։ Եվ Եսայա մարգարեն ես էլ կարդամ ժամանակավանը, ուրեմն Եսայա մարգարեն այսպես է խոսք ասում։ Եսայա 57 մեզ շատ ծանոթ, ուղղակի ես բոլորը ծանոթած ես, ես ուղղակի ընդամենը հիշեցնում եմ։ 57 մեզ շատ ծանոթ, համարը ուզում եմ կարդալ, 15 խոսքը։ Քանզի այսպես կսե բարձրը ու բարձրյալը, որ հավիտանականության մեջ կբնակի, ու անոր անունը սուրբ է, ես բարձր ու սուրբ տեղ կբնակիմ, բայց կոտրած ու խոնար հոգի ունեցողին հետ եմ, որպեսզի խոնարհներուն հոգին կենթանացնեմ ու կոտրած սրտերը ապրեցնեմ։ Այս մարմնի մեջ շահում է կոտրած սիրտը։ Այս մարմնի մեջ շահում է խոնար սիրտը։ Այս մարմնի մեջ Տիրոջը սպասող սիրտն է։ Երբեք իր այոն այոյա ոչը ոչ։ Չի ապացուցում, չի գնում գալի, չի զուր տեղը բաներ անում, պետք չի։ Ինքը Տիրոջն է սպասում, եւ հետաքրքիր է, որ Տիրոջ սպասելով ինքը ստանում է, դա է ասում խոսքը, եւ իսկ հակառակը Առակաց 16:5-ում, իսկ հակառակը ինչ է ասում Առակաց 16:5, ինչ է ասում Առակաց 16:5-ը,
բոլոր սրտով հպարտները Տիրոջ առջև պիղծ են։ Ու թեև ձեր ձերքի տալով միաբանին անպատիժ պիտի չմնան։ Գիտեք սիրելիներ, ես այդ օրինակն եմ ասել, որ մի եղբայր զանգեր էր ասում, Հարոն քո մեջքին ենք ասում, բայ, ես ով եմ մեջքին։ Ես ինչա կատարվում։ Ես ուր եմ հասել։ Տեր ողորմած։ Եթե դու սխալ անում ես, մեկը քեզ օգնում է, ձեր ձերքի տալի եւ ինչ ասում, ասո խոսքը ինչ ասում, եւ ձեր ձերքի տալով միաբանին անպատիժ պիտի չմնան։ Երկուսն էլ անպատիժ չեն մնա։ 10-ն, 100-ն, բաժանում է գցել, չի մնա անպատիժ։ Անպատիժ պիտի չմնան։ Եղբայրները շատ են ասում, երեգել։ Մեր ավակ եղբայրները այսպեսի խոսք եղավ։ Քո ընկերը, երբ որ քեզ թափեցնում է, երբ որ դու սխալը անում ես, սխալը ուղիղ քեզ ասում է, դա քո ընկերն է, քո սիրելին է։ Ոչ թե մեջքը չոյում է, լավ է, խաթրը չի ուզում բանման, երեսպաշտություն անը, ոչ, ուղիղ ասում է, որպեսզի չշարունակես, փոսը էլ չես ընկել, էլ որ չես ընկել փոսը, բայց եթե քեզ խրախուսում է, ասում է քո հետ եմ, ինչ ես քո հետ, ինչ Տիրոջ հետ եղի, Աստծո խոսքի հետ եղի, ինչ մասն է խոսքը, քո հետ եմ որն է, Աստծո խոսքի հետ եղի, ինձ հանդիմանի, որպեսզի ես կեսից հետ դառնամ, որպեսզի շարունակեմ, որովհետև շարունակելը արդեն անկում է, դա լինի քույր և եղբայր, ինչի են ծնողները միշտ հանդիմավորի դերում, եղբայրն ասեց, որ այդ մենեն իր ընկերները, խուժան ընկերների հետ, նրանք սիրելի են դառնում են կործանում, ինչի է ծնողը փուշ դառնում աչքի, ինչի է ծնողի ասածը բանը, այդպես էլ ընկերը վարվի ծնողի պես, սրտացավ եղի քո եղբորը, քո քրոջը, ինչքան ապատայի ինձ առանցին բան են ասել, ես կրկնակի սիրել եմ այդ եղբորը, աշխատել եմ սիրել այդ եղբորը, երբ որ ինձ ուղիղ ասել է եղբայր, այս բանը մի տեսակ կարող է լավ չես մտածել, գիտեք ինչքան լավ է եղել, ես էլ չեմ շարունակել սխալս, վերջապես ես 60 տարվա մեջ ինչեր եմ տեսել, օգնել է ինձ, ոչ թե ասել է քո հետ ենք, ես սխալի մեջ եմ ինձ ասում է քո հետ ենք, ինչ է նշանակում, հեսա փոս եմ ընկնել, երկուսը գրված է ձեր ձերքի տված, ընկան փոսը, երկուսով չէ կարող 100 հոգի են իրար ձեր ձերքի տված, բաժնվան ընկան փոսը, օգուտը որն էր, ոչ, կանգնեցրա քրոջդ, կանգնեցրա եղբորդ, արցունքներով կանգնեցրա, որտև Աստծո խոսքից դուրս է եկել, քանի դեռ օրի վրա աճում է սխալը, մեղքը մեղք է ծնանում, և մեղքի վարձքը մահ է, դե ուշադրություն դարձնենք, մենք ներված ենք շնորհքով Հիսուսի, փրկված ենք շնորհքով Հիսուսի, մենք աճում ենք շնորհքի մեջ, որ քրիստոնեական աշխարհը աճում է Հիսուսի շնորհքով, միայն խոնարհված սիրտը կընդունի վերից եկածը, միայն խոնարհված սիրտը, գիտեք մեր գոբարել ասեմ, գիտեք ապրել Հիսուսի համար, աշխատել Հիսուսի համար, աշխատել երկնքի համար, դա նշանակում առօրյա կյանքում ֆիզիկական այս մարմինի մեջ ապրում ենք եւ բնական ֆիզիկական աշխատանքներ ամեն ինչ, բայց ամեն ինչի մեջ պետք է երկնայինը փնտրես։ Մի օրինակ ասեմ, ընդհանրեն ու ավարտեմ։ Երկու եղբայր գնում են, ջրի վերով անցնում են, մի հատ գետի վերով անցնում են, այն մի եղբայրը մտածում, ինչ լողանալու տեղ է։ Այն մյուս եղբայրն ասում է, ինչ ջրի մկրտության տեղ է։ Տեսեք տարբերությունը։ Ամեն ինչ, ինչպես առաջի Սաղմոսը երկնքի մասին էր, Աստված օրհնի։ Կան աղոթքով Աստծո առաջ